Բարև ձեզ Հայք մեդիայի սիրելի հետևորդներ։ Այսօր մենք զրուցելու ենք Արցախի Հանրապետության ազգային ժողովի նախկին նախագահ Աշոտ Ղուլյանի հետ։ Աշոտ Վլադիմիր Ղուլյանը ծնվել է 1965 թվականի օգոստոսի 19-ին Լեռնային Ղարաբաղի ինքնավար մարզի Ասկերանի շրջանի Խնձրիստան գյուղում։ 1983-1990 թվականներին սովորել է Ստեփանակերտի մանկավարժական ինստիտուտում, ստանալով պատմաբանի որակավորում։ 1984-86 թվականներին ծառայել է խորհրդային բանակի շարքերում։ 1991-1992 թվականներին դասավանդել է Խնձրիստանի միջնակարգ դպրոցում, մասնակցելով նաև գյուղում ինքնապաշտպանության ուժերի կազմավորմանը։ 1992 թվականի դեկտեմբերին աշխատել է Լեռնային Ղարաբաղի Հանրապետության առաջին գումարման գերագույն խորհրդի արտաքին հարաբերությունների հանձնաժողովի ավագ ռեֆերենտ։ 1993 թվականի սեպտեմբերից Գերագույն խորհրդի նախագահի օգնական։ 1995 թվականի հունվարից ղեկավարել է Լեռնային Ղարաբաղի Հանրապետության արտաքին գործերի նախարարության Սփյուռքի և երկկողմ հարաբերությունների բաժինը։ 1998 թվականի հունվարից Արցախի արտաքին գերատեսչության քաղաքական վարչությունը։ 1998 թվականի դեկտեմբերի 15-ին նշանակվել է Լեռնային Ղարաբաղի Հանրապետության արտաքին գործերի նախարարի տեղակալ, 2002 թվականի հոկտեմբերին արտաքին գործերի նախարար։ 2004 թվականի դեկտեմբերին ստանձնել է Լեռնային Ղարաբաղի Հանրապետության կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարի պաշտոնը։ 2005 թվականի հունվարին ընտրվել է Արցախի ժողովրդավարական կուսակցության կենտրոնական խորհրդի նախագահ։ 2005 թվականի հունիսի 19-ին տեղի ունեցած խորհրդարանական ընտրությունների արդյունքներով ընտրվել է Լեռնային Ղարաբաղի Հանրապետության 4-րդ գումարման ազգային ժողովի падգամավոր համամասնական ընտրակարգով Արցախի ժողովրդավարական կուսակցության ընտրացուցակով։ Լեռնային Ղարաբաղի Հանրապետության 4-րդ գումարման ազգային ժողովի 2005 թվականի հունիսի 30-ի առաջին լիագումար նիստում Աշոտ Ղուլյանը ընտրվել է Լեռնային Ղարաբաղի Հանրապետության ազգային ժողովի նախագահ։ 2010 թվականի մայիսի 23-ին տեղի ունեցած խորհրդարանական ընտրություններում ընտրվել է Լեռնային Ղարաբաղի Հանրապետության 5-րդ գումարման ազգային ժողովի падգամավոր մեծամասնական ընտրակարգով թիվ 7 ընտրատարածքից։ 5-րդ գումարման ազգային ժողովի առաջին նստաշրջանի 2010 թվականի հունիսի 10-ի նիստում վերընտրվել է Լեռնային Ղարաբաղի Հանրապետության ազգային ժողովի նախագահ։ Աշոտ Ղուլյանը Արցախի Հանրապետության խորհրդարանը ղեկավարել է նաև 2015-2020 թվականներին։ Ունի արտակարգ և լիազոր դեսպանի դիվանագիտական աստիճան։ Պարոն Ղուլյան, նախ թույլ տվեք շնորհակալություն հայտնել ձեզ մեծ հետ զրույցի հրավերն ընդունելու համար։ Ձեր թույլտվությամբ սկսենք մեր հարցազրույցը։ Խնդրեմ։ 2020 թվականի 44-օրյա պատերազմից հետո իրադրությունը Արցախում կտրուկ փոխվեց։ 3 տարիների ընթացքում մենք ականատես եղանք արտաքին և ներքին քաղաքական տարբեր զարգացումների։ Դուք Արցախում զբաղեցրել եք տարբեր պատասխանատու պաշտոններ։ Ներգրաված եք եղել երկրի ներքաղաքական կյանքին և տեսել եք, որ անկախության շրջանի այդ ամբողջ տարիների ընթացքը վերջապես եզրահանգեց նրան, որ 2020-23 թվականներին Արցախը կանգնեց լրջագույն փաստի առաջ։ Պարոն Ղուլյան, եթե հիմա ընդհանրացնելու լինեք, եթե հիմա քաղաքական գործչի տեսանկյունից գնահատելու լինեք այդ զարգացումները, ինչպիսին այն կլիներ։ Որտեղ սխալվեցինք, որտեղ եղան ձախողումները, մեզանով էր ամեն ինչ պայմանավորված, թե ոչ, եւ վերջապես հնարավոր էր արդյոք կանխել այդ ողբերգական իրադարձությունները։ Գիտեք, երևի շատ տարօրինակ հարց է եւ դժվար կլինի այդպես միանգամից բոլոր ձեր առաջադրած այդ հարցադրումներով գնալ, բայց ամեն դեպքում փորձենք, որովհետեւ այս թեման շատ է հետաքրքրում երևի մեր հայրենակիցներին։ Իհարկե, այնինչ որ ես պիտի ներկայացնեմ կամ ես մեկնաբանեմ, դա նույնպես կլինի անձնական կարծիք եւ ճիշտ չէ լինի, որ ասել, որ դա է բացարձակ ճշմարտությունը, սակայն երևի մենք այնպիսի մի վիճակում ենք, երբ որ այս շոկային իրավիճակը ավելի շատ է ազդում մեր գիտակցության վրա, մեր մտածողության վրա
Չնայած ժամանակ է անցել, բայց այնուամենայնիվ 2020 թվականի դեպքերը, նույնիսկ դրանից առաջ, դրանից հետո առավել եւս շատ մեծ այդպես ազդեցություն են թողել մեր բոլորի կյանքի վրա եւ դժվար կլինի ամփոփել, որովհետեւ որևէ դասական ամփոփման տակ չի կարող դրվել այս իրադարձությունների շղթան, քանի որ դասական ոչ քաղաքագիտական, ոչ իրավագիտական մտքի հետ կապ չունեն, սա պրակտիկ կյանքն է, որտեղ դու կարծես թե պետք է ամեն րոպե պատրաստ լինես ցանկացած մարտահրավերների։ Ես ի սկզբանե ուզում եմ ասել, որ մեր անցած անկախությունից հետո անցած բոլոր տարիներին երևի մեր կյանքը հենց այդպիսին է եղել։ Մենք միշտ քայլել ենք այդպես լեզվի սայրի վրայով եւ կարծես թե նախորդ այդ 20 եւ ավելի 25 տարիներին հաջողվել է ճիշտ ընթացք ունենալ եւ խուսափել այդ աշխարհակաղակական երևի ցնցումներից, բայց այնինչ որ տեղ ունեցավ 2020 թվականին, ցույց տվեց, որ ժամանակները շատ էին փոխվել, իսկ մենք կարծես թե պատրաստ չենք եղել այդպիսի նոր, այդպես սերնդի, ինչպես ընդունված է անվանել, նոր սերնդի պատերազմին։ Գիտեք, խնդիրը միայն սպառազինությունների մեջ չէ կամ այն տեխնիկական, տեխնոլոգիական առաջընթացի մեջ չէ, որով այսօր աշխարհի այն երկրները, պետությունները, որ պատերազմում են կամ գտնում են կոնֆլիկտային իրավիճակում, կարողանում են դրսևորել իրենց խնդիրը պետական համակարգի կազմակերպվածության մեջ է եւ պետական ինստիտուտների ամբողջական աշխատեցնելու կարողության մեջ է։ Այս իմաստով ես կարծում եմ, որ արդեն որոշակի ժամանակ անց կարող ենք նաև արձանագրել, որ այնինչ եղավ 2020 թվականի 44 օրյա պատերազմի ժամանակ, դա շարունակությունն էր այն սխրագործությունների եւ քաջությունների, որ մենք տեսանք նաև 90-ական թվականներին, բայց նաև եղավ նոր այդպես երևույթ, որը թերևս առաջին անգամ է, որ մենք ձախողեցինք եւ պատերազմի դաշտում եւ ընդհանրապես քաղաքական այն հարաբերությունների մեջ, որը նախորդել է պատերազմին կամ որը նաև եղել է պատերազմից հետո։ Իմ խորին համոզմամբ սա իհարկե չի կարելի այդպես վերագրել, որ ընդհանուր այդպես ձախողություն է, կարծում եմ պարտության ժամանակ բոլորն էլ մեղքի իրենց բաժինն ունեն եւ դա չի կարող վերաբերվել մեկին կամ մյուսին, բայց պետք է նաև ելնել այն պարզ իրողությունից, որ ցանկացած արտակարգ էքստրեմալ ոչ ստանդարտ իրավիճակում պատասխանատվությունը միշտ պետական համակարգի վրա է, որովհետև այն քաղաքական թիմը, ով ստանձնում է իշխանության համար պատասխանատվություն, ով ստանում է ժողովրդի քվեն, ստանում է հենց դրա համար, որպեսզի կարողանա ոչ սովորական իրավիճակներում նաև կազմակերպել երկրի ժողովրդի կյանքը։ Այս իմաստով կարծում եմ, որ ակնհայտ է, որ Հայաստանի քաղաքական թիմը, իհարկե սրանից չի կարելի առանձնացնել նաև Արցախում քաղաքական այն նաև իշխանությունների թևերը, որ գործում էին, բոլորի մոտ էլ կային այդ բացթողումները, սխալները, ձախողումները, որի պատճառով էլ մենք ունեցանք 2020 թվականի պատերազմի արդյունքները։ Պարոն Ղուլյան, 2023 թվականի սեպտեմբերի 19-ի մեկօրյա պատերազմից հետո Արցախի ժողովուրդը բռնի տեղահանվեց։ Քաղաքակիրթ աշխարհի աչքի առաջ ընդ որում։ Եվ մեր ժողովուրդը ստիպված կյանքի ու բնակության նոր ուղիներ սկսեց որոնել ինչպես մայր հայրենիքում, այնպես էլ նրա սահմաններից դուրս։ Այսօր մենք խոսելով Արցախի ու Արցախի ժողովրդի խնդրի մասին, պարզապես իրավունք չունենք չանդրադառնալ սոցիալական այն խնդիրներին, որոնց բախվում է Արցախի ժողովուրդը։ Ամենօրյա, ամենօրյա ծանր խնդիրներ է հաղթահարում ամենահասարակ կեցության պայմանները լուծելու համար։ Մենք ականատես ենք եւ տեսնում ենք, որ վերջին շրջանում նաև մայրաքաղաք Երևանում այսպես վրանային պայքար է սկսվել
Արցախի ժողովրդի իրավունքների պաշտպանության համար, որպեսզի գոնե արցախցիները ապահովված լինեն ամենամինիմալ պայմաններով։ Բոլոր այդ դժվարությունները հանգեցնում են նաև նրան, որ շատերը ստիպված ապրելու այսպես նոր ուղիներ են փնտրում Մայր Հայաստանից դուրս։ Սա իհարկե ցավալի փաստ է, բայց նաև անխուսափելի։ Եվ որքան խորանա, որքան այդ սոցիալական պայմանները ուշ լուծում ստանան, բնականաբար այդ գործընթացը ավելի մեծ թափ է ստանալու։ Ինչ եք կարծում, ինչ լուծումներ կան այս խնդրի շուրջ, եւ արդյոք տեսնում եք ավելի արագ եւ ավելի օպերատիվ լուծման տարբերակներ։ Շատ դժվար է այդպես ընթացքից ճիշտ մեկնաբանություններ տալ ձեր բարձրացած հարցերին, որովհետև դրանք վերաբերում են մարդկանց ամենօրյա հոգսերին եւ որը մեր պայմաններում 2023 թվականի այդ բռնի տեղահանումից հետո շատ բարդկացություն է ստեղծել հազարավոր արցախցի մեր հայրենակիցների ընտանիքների համար։ Եվ գիտեք, այստեղ պետք է նաև նախապայմաններից բխեցնել մեր այսօրվա խնդիրները, որովհետև սա աներևակայելի մի այդպես երևույթ է տեղ ունեցել մեր կյանքում, այնպես ինչպես դա կարելի ասել 1915 թվականի ցեղասպանությունից հետո է, երբ որ հազարավոր մարդիկ հայտնվել են աշխարհի տարբեր մասերում, մի մասը եկել է մայր հայրենիք, անցնելով երևի Արևելյան Հայաստան, սա երևի մենք այդպես նկարագրությունն ենք տալիս, բայց կարծում եմ, որ բովանդակային առումով սա հերթական ցեղասպանության փորձն էր, որը բարեբախտաբար կարծես թե Արցախի հայությունը մեծամասամբ հիմնական մասով կարողացավ հաղթահարել։ Այսօր շատ է խոսում այդ մասին, թե ինչպես եղավ, ինչու եղավ, քանի որ երև դուք էլ եք ականատես եղել այդ երևույթներին եւ վստահ եմ, որ ձեր եթերում բազմիցս խոսել է այդ մասին, դեռ վաղ է երևի շատ այդպես հիմնովին կամ վերջնական եզրակացություններ ներկայացնել կամ ամբողջական կարծիք, թե ինչ տեղի ունեցավ մեզ հետ 2023 թվականի սեպտեմբերին, դրանից առաջ, դրանից հատկապես հետո, որովհետև դեպքերի իրադարձությունների զարգացումները այնպիսի մի այդպես աներևակայելի լավաբերեցին, կարելի ասել մի բնական այդպես աղետի նման, որ առանց որևէ այդպես պետական կազմակերպման, որովհետև ոչ մեկը այդպես Արցախից դուրս գալու հրաման չի տվել կամ ոչ մեկը չի ասել, որ սա այդպես մեր որոշումն է ընդհանրական, բայց հաշվի առնելով այն իրավիճակը, որ եղավ այդ սեպտեմբերի 19-ի եւ 20-ի այդ մեկ օրյա կամ երկու օրյա ռազմական ագրեսիայից հետո, կարծես թե ուրիշ որևէ տարբերակ չէր եղել։ Ես Սերգեյ ուզում եմ հիշեցնել մեր ունկնդիրներին, որ սեպտեմբերի 19-ին եւ 20-ին նախորդել է մի այնպիսի ժամանակահատված, երբ որ Արցախի հայությունը ամբողջության մեջ կապ չուներ պաշտոնի, առանց պաշտոնի, բոլորը գտնվում էին համատարած մեկուսացման շրջափակման մեջ։ Եվ այսպիսի պայմաններում մտածել, որ կարելի է կազմակերպել շատ ակտիվ այդպես դիմակայություն, նաև իմանալով, որ դա ընդամենը 1-2 օրվա հնարավորություններ են, եւ ուտելիքի, եւ սննդի, եւ դեղորայքի, եւ սպառազինությունների, զենքի, զինամթերքի, սա երևի միամտություն կլինի։ Եվ այն ինչ որ տեղի ունեցավ այդ 1-1.5 օրվա ընթացքում, կարծում եմ հերթական հերոսության մի էջ է, որի մասին հաստատ հաջորդիվ անպայման պետք է գրվի, խոսվի եւ ներկայացվի մեր սերունդներին։ Եվ դա տեղի ունեցել միայն ու միայն այն բանի շնորհիվ, որ եղել է կազմակերպված, հնարավորինս կազմակերպված դիմակայություն, որ 200-ից ավելի արցախցի քաջեր իրենց կյանքն են նվիրաբերել, ես էլ չեմ խոսում այդ վիրավորների մասին։ Սա տեղի ունեցել այն բանի շնորհիվ, որ ինչպես վերջերս նաև Արցախի նախագահը նշեց, մեր Արցախի ռազմաքաղաքական ղեկավարությունը
նրանց ում թիրախավորել էր Ադրբեջանի ղեկավարությունը, ինքնակամ մնացին, որպեսզի վերջին արցախցին, սովորական քաղաքացին կարողանա հատել Հակարիի կամուրջը։ Շատ դժվար է այսօր խոսել դրա մասին առանց էմոցիաների, բայց այնուամենայնիվ տեղի ունեցել այն, ինչ որ մենք այսօր ունենք, եւ ես ուզում եմ նորից այն հանգամանքը նշել, որ Հայաստանի Հանրապետության մեր հազարավոր հայրենակիցներ այդ օրերին եւ հիմա էլ շարունակում են իրենց դռներն են բացել եւ հյուրընկալել են իրենց հայրենակիցներին։ Իհարկե եղել է նաեւ Հայաստանի պաշտոնական կառավարության կողմից այդ օժանդակությունը, օգնությունը, բայց այն ինչ որ տեղ ունեցել դրանից հետո ես կարծում եմ, որ համարժեք չէ այսօրվա խնդիրներին, որովհետեւ խնդիրները միայն առաջին օրերին դիմավորելու եւ նրանց ինչ որ բաներով ապահովելու հարցով չի սահմանափակվել։ Արդեն 1.5 տարի է եւ արդեն գուցե ավելանում է, արցախցիները շարունակում են ապրել երևի 90 եւ ավելի տոկոսով վարձակալած բնակարաններում։ Եվ այսպիսի պայմաններում շատ կարևոր է, որ պետական աջակցության այն ծրագրերը, որ մենք ունեինք ի սկզբանե, դրանք անպայման որոշակի շարունակություն ունենային։ Իհարկե, ընթացս նաև շտկումներ մտցնելով, ճշտումներ մտցնելով, նաև հանելով այդ ցուցակներից մարդկանց, ովքեր քիչ թե շատ կարողացել են իրենց կարիքները բավարարել։ Քանի որ այս ամենը տեղի չի ունեցել ճիշտ կազմակերպված ձևով, իմ պատկերացմամբ դա Արցախի գործող իշխանությունների հետ համատեղ պետք է արվեր Հայաստանի այսօրվա իշխանությունների պետական ինստիտուտների կողմից, բայց քանի որ գնացել ենք բոլորովին այլ ճանապարհով, անտեսելով Արցախի իշխանությունների տարբեր պետական հաստատությունների, նույն սոցիալական ծառայությունների ունեցած տվյալների բազան եւ մնացած բոլոր հնարավորությունները, ռեսուրսները, այսօր մենք ունենք բազմաթիվ խնդիրներ եւ այդ խնդիրների մեջ իհարկե առաջին հերթին բնակարանային խնդիրն է, աշխատանքի տեղավորելու խնդիրն է եւ այս բոլոր խնդիրները հասցրել են նրան, որ թերևս մեկ ամիս առաջ կամ մի քիչ գուցե ավելի Արցախի հասարակությունը կարելի է նաև այսպես ասել ինքնաբուխ կազմակերպել է եւ իր հասարակական կազմակերպությունների միջոցով փորձել է իր դժգոհությունը բողոքի ձայնը բարձրացնել Երևանի Ազատության հրապարակում, որից հետո տեղադրվել է նաև այդ վրանը, որի մասին դուք ասացիք։ Ես վստահ եմ, որ այդ աշխատանքը այս մեկ ամսվա ընթացքում նույնպես բերել է այն գիտակցության, որ անպայման պետք է մենք կարողանանք համատեղ իրար օգնելով առաջ շարժվել այս խնդիրները լուծելու ճանապարհին։ Ես չեմ կարող կոնկրետ ասել ինչ արդյունքներ ունենք, որովհետև իմ շփումները այդ նույն խմբի հետ, Արցախի ժողովրդի իրավունքների պաշտպանության խորհրդի անդամների հետ, այդպես ամենօրյա չէ, բայց իհարկե տեղեկացված եմ այն իմաստով, որ մի քանի այդպես փուլերի հանդիպումներ է եղել Հայաստանի փոխվարչապետի հետ, նրա գրասենյակի պատասխանատուների հետ, կամ որոշակի այդպես համաձայնությունների դաշտ, բայց մենք շարունակում ենք նորից գնալ նույն սխալների ճանապարհով եւ ես կարծում եմ, որ մեր գործընկերները այդ նույն Արցախի ժողովրդի իրավունքների պաշտպանության խորհրդից անպայման կգտնեն ճիշտ ճանապարհը, թե ինչպես հետագայում հաղորդակցվել պատկան մարմինների հետ եւ ինչպես գտնել այդ բոլոր բարձրացված հարցերի պատասխանները։ Պարոն Գուլյան, դուք շատ ճիշտ անդրադարձ կատարեցիք, այո, իրականում մինչև սեպտեմբերի 19-ի ագրեսիան Ադրբեջանի կողմից Արցախը շուրջ 10 ամիս տոտալ շրջափակման մեջ էր, ուժասպառ եւ շատ ճիշտ նկարագրեցիք, որ արցախցիները շուրջ 10 ամիս կազմակերպած պայքարել են շրջափակման դեմ եւ իրականում թյուր կարծիք է, որ արցախցիները բավարար չափով չեն պայքարել եւ բավարար չափով չեն պաշտպանել իրենց հայրենիքը։ Հիմա ես կուզենայի մենք անդրադարձ կատարենք նաև միջազգային հարթակներում տեղի ունեցող իրադարձություններին եւ զարգացումներին։ Փաստացի կարծես թե ինչ որ չափով միջազգային տարբեր հարթակներում Արցախի թեման չի իջնում այսպես հատակը։ Մնում է ջրի երեսին, մարդիկ խոսում են, որոշակի անդրադարձներ են կատարում քաղաքական տարբեր գործիչներ, բայց այդուհանդերձ, ինչպես նախկինում, այնպես էլ հիմա դրանք պարզապես գեղեցիկ շարադրված տեքստեր են։ Գործնականում որևէ շոշափելի արդյունք չկա։
Միջազգային հանրությունը բացի դատապարտող ելույթներից ուրիշ ոչ մի գործնական քայլի չի գնում։ Դուք համոզված են բազմաթիվ միջազգային գործընկերներ ունեք աշխարհի տարբեր անկյուններում։ Ը, Ըստ ձեզ, ի՞նչն է խանգարում միջազգային հանրությանը լուրջ քայլերի գնալ։ Եվ արդյոք տեսնում եք հնարավոր տարբերակներ, որ เป զի միջազգային դերակատարները խոսքից անցնեն գործի։ Կարող ենք շատ կարճ ասել, երևի որևէ բան չի խանգարում մեր նույն միջազգային գործընկերներին, բայց որպեսզի մեր միջազգային գործընկերները կարողանան այդ նույն ճանապարհով առաջ գնալ եւ որոշակի հաջողությունների հասնել, պետք է որ ամենօրյա աշխատանք լինի նրանց հետ։ Ցավոք այդ աշխատանքը այսօր բացակայում է եւ երբ որ մենք խոսում ենք Հայաստանի իշխանությունների գործող վարչակազմի ջանքերի մասին, թվում է թե մենք չենք հասկանում այն դժվարությունները, որ այսօր կան կապված Հայաստանի միջազգային այդ կապերի, Հայաստանի ու Ադրբեջանի միջև այդ խաղաղության թվացյալ այդպես գործընթացի եւ սպասվող էլի թվացյալ խաղաղության պայմանագրի մասին։ Մենք բոլոր այս երևույթների մասին շատ լավ պատկերացնում ենք եւ գիտենք, որ այդ նույն խաղաղության պայմանագրի ուղղությամբ կատարվող աշխատանքը սա խաբուսիկ է, երբ որ մենք փորձում ենք Արցախի խնդիրը այդպես մի կողմ քաշելով, անտեսելով, անուշադրության թողնելով գնալ միայն այդպես Ադրբեջանի հետ ուղղակի երկկողմ հարաբերությունները կարգավորելու ճանապարհով։ Որպեսզի այդպես միայն բարերով չլինի, ես ուզում եմ այդ օրինակը բերել, որ Արցախի խնդրից Հայաստանի իշխանությունների այդպես հրաժարվելու նույնիսկ պայմաններում Ադրբեջանում չեն դադարում նոր եւ ավելի թարմ նոր խնդիրներ եւ պահանջներ ներկայացնելու։ Արդեն Արևմտյան Ադրբեջանի թեման նույն պաշտոնական Ադրբեջանի օրակարգում գրավել է ամենաառաջին տեղերից մեկը, հերոստատեսություն են բացում, այդպես ունեն մշտական կազմակերպություն, իսկ սա նշանակում է, որ սա լինելու է երկարատև process եւ սա լինելու է միշտ նախապայման, ել չեմ խոսում մյուս պայմանների մասին, որոնք նախկինում ներկայացվել են կապված Հայաստանի սահմանադրության փոփոխության հետ, կապված Մինսկի խմբի գործունեությունը այդպես լուծարելու, նրա գործունեությունը դադարեցնելու հետ եւ վստահ եմ նոր պահանջներ անպայման առաջ են քաշվելու։ Եվ այսպիսի իրավիճակում պարզապես հեռու մնալ Արցախի հարցից, նույնիսկ չընդառաջել միջազգային մեր գործընկերների բազմաթիվ առաջարկներին կապված Արցախի խնդիրը օրակարգում պահելու, Արցախի ժողովրդի վերադարձի իրավունքին հետամուտ լինելու եւ այն տարբեր միջազգային հարթակներում ներկայացնելու մասին, սա նույնպես երևի չգիտեմ բաց թողում է, որը ես չգիտեմ կարող ենք մենք հետագայում դրանք լրացնել, որովհետև ժամանակը գնում է եւ այնպես չէ, որ բոլոր միջազգային օրակարգերում կամ միջազգային հարթակներում միշտ այդպիսի տեղ լինելու է։ Եվ դուք ճիշտ ասեցիք այն երևույթի մասին, որ իսկապես տարբեր միջազգային կազմակերպություններ շարունակում են գնալ նույն այդ ճանապարհով, շարունակում են խոսել Արցախի խնդրի մասին, չեն խուսափում Արցախի ժողովրդի վերադարձի իրավունքը հաստատելու այդ թեմայից եւ բոլորովին վերջերս երևի շատերի համար դա արդեն ակնհայտ է, նույն Շվեյցարիա խորհրդարանը իր երկու պալատներում քննարկել է այս հարցը եւ ընդունել է մի այդպես բանաձև, որի բովանդակությունը այնպեսին է, որ Շվեյցարիան պարտավորվում է եւ կարող է ստեղծել այդպիսի մի չեզոք հարթակ, որտեղ Լեռնային Ղարաբաղի եւ Ադրբեջանի ներկայացուցիչները կարող են հանդիպել եւ խոսել նույն այդ վերադարձի իրավունքի մասին, խոսել հետագա երևի որոշակի հարաբերությունների մասին, խոսել Արցախի պատմամշակութային ժառանգության պահպանման մասին։ Ես կարծում եմ, որ թեմաները շատ են, պարզապես այսօր որևէ բան ինչ որ կապված է Արցախի հետ, դրա մասին ոչ մի բան չի խոսում։ Անպայման պետք է խոսել նույն գերիների վերադարձի մասին, որովհետև սա կարծում եմ
նույն Բաքվի բանտերում գտնվողների կամ միայն նրանց հարազատների խնդիրը չէ, եւ մեր հայրենակիցների եւ Արցախի ռազմաքաղաքական ղեկավարության եւ մյուս ռազմագերիների գտնվելը Բաքվի բանտերում նշանակում է, որ այսօր Ադրբեջանը շարունակում է նույն այդ հոգեբանական գրոհը։ Պատերազմը չի ավարտվել, որովհետև ամեն օր այդ նույն դատարանի դահլիճում նրանք խոսում են ոչ միայն անցած պատերազմների մասին, նրանք խոսում են այդ թշնամանքի եւ փորձում են ամբողջ մեղքը բարթել Արցախի հայության, իսկ վստահ եմ նաև այդ ալիքը տեղափոխվելու է Հայաստանի իշխանությունների վրա։ Հետևաբար այս աշխատանքը պետք է մշտական լինի։ Մենք անելիքների շատ մեծ այդպես հարցաշար ունենք կամ ունենք մի մեծ օրակարգ, որը այսօր կարծես մի կողմ է դրվել եւ ավելին Հայաստանի այսօրվա իշխանությունները փորձում են նույնիսկ բացահայտ խոսում են այդ մասին, որ այդ թեման մենք չենք խոսում դրա մասին եւ դա կարող է խանգարել մեր հետագա աշխատանքներին։ Եվ այստեղ իհարկե մենք շնորհակալություն հայտնելով նույն մեր միջազգային գործընկերներին անպայման պետք է փորձենք նրանց նաեւ մատակարարել այն նյութը, որ ինչ է կատարում այսօր Արցախի հանրապետության օկուպացված տարածքներում, որ Ադրբեջանը փորձում է ջնջել հայկական հետքը, ավերվում են եւ կործանում են մեր հոգեվոր, պատմական, մշակութային արժեքները եւ այն ինչ որ նույնիսկ նախատեսված է միջազգային իրավունքով, որ ցանկացած ժողովուրդ, որը հակամարտության պատճառով տեղահանվում է, ենթարկում է էթնիկ զտումների, անպայման այդ իրավունքը ունի վերադառնալու, չի կարող կորցնել իր ունեցվածքի այդ իրավունքը, այնինչ որ նա թողել է որպես նյութական եւ ոչ նյութական այդպես ժառանգություն մշակութային։ Այս բոլորը կարծես թե այսօր չի խոսվում, ոչ միայն չի խոսում, այլև կարծես թե խանգարում են, որպեսզի այդ մասին խոսեն նույն արցախցիները իրենց տարբեր պետական հաստատություններով եւ ես կարծում եմ, որ սա պարզապես հուշում է, որ մենք այստեղ աշխատանքի մի մեծ ծավալ ունենք մեր Սփյուռքի մյուս բոլոր կազմակերպությունների միջոցով։ Այնինչ որ այստեղ չի արվում, վստահ եմ, որ պետք է արվի նույն այդ երկրների, որտեղ իշխանությունները, խորհրդարանները, տարբեր հասարակական կազմակերպություններ շարունակում են խոսել արցախցիների իրավունքների մասին։ Պարոն Ղուլյան, ցանկացած Արցախցու եւ առհասարակ ցանկացած գիտակից հայ մարդու համար վերադարձն այսօր օրակարգի գլխավոր հարցն է։ Յուրաքանչյուր արցախցի օրը սկսում եւ ավարտում է Արցախ վերադարձի մեծ հավատով։ Համոզված եմ նաեւ դուք։ Ինչպես եք տեսնում այդ վերադարձը։ Որպես քաղաքական գործիչ, որպես Արցախի քաղաքացի, որպես մարդ, ով տնվել եւ իր ողջ կյանքն անցկացրել է Արցախի հողում։ Երևի իմ պատասխանը այդպես շատ չի տարբերվի մեր մյուս հայրենակիցների պատասխանից։ Իհարկե մենք այսօր ապրում ենք այդ մտքով, այդ երազանքով եւ դա միայն երազանք չպիտի լինի, այդ երազանքը պետք է անպայման վերածվի նպատակի։ Ինչ է պետք դրա համար, ես կարծում եմ, որ պետք է, որ մենք շարունակենք, ինչքան էլ դժվար լինի, ինչքան էլ այսօրվա պայմանները դրան չնպաստեն, պետք է շարունակենք իրար թևթիկունք լինել, պետք է շարունակենք նաև օգտվել քիչ առաջ մեր խոսած այդ միջազգային աջակցությունից եւ որպեսզի մենք կարողանանք դրան կազմակերպված բնույթ տալ, իմ խորին համոզմամբ այն ինչ որ մենք կարողացել ենք ստեղծել այս անցած 1.5 տարվա ընթացքում իդեմս մեր Արցախի ազգային ժողովի կողմից ստեղծված այդ Արցախի ժողովրդի հավաքական իրավունքների վերադարձի իրավունքի պաշտպանության կոչված այդ հանձնախմբի, որը ղեկավարում է Հայաստանի Հանրապետության նախկին արտգործնախարար Վարդան Օսկանյանը եւ որի գործունեությունը այս մեկ տարվա ընթացքում, որովհետեւ համարյա 1 տարի է, մի քիչ ավել, որ ստեղծվել է այդպես պաշտոնապես կամ սկսել է իր գործունեությունը, նշանակում է, որ պետք է փորձել օգտագործել այն նվազագույն հնարավորությունները, կարճել ամենափոքրիկ հնարավորություններից եւ փորձել այդ
նպատակի շուրջ կենտրոնացնել եւ արցախցիներին եւ մեր բոլոր մյուս հայրենակիցների։ Գիտեք, այնպես ինչպես եղել է 88 թվականին Արցախի հայկականությունը վերադարձնելու, Արցախի անկախությունը, վերամիավորման գաղափարը, հետո միայն անկախությունը, այս գաղափարը մենք իհարկե այդ ամենը արել ենք ունենալով ամբողջ հայության պաշտպանությունը։ Առաջին հերթին թիկունքում ունենալով մայր հայրենիքի ամբողջական անվերապահ աջակցությունը եւ օժանդակությունը բոլոր հնարավոր ուղղություններով։ Եղել է նաեւ Սփյուռքի մշտական նվիրումը, սատարումը։ Մենք չենք կարող մոռանալ այն ինչ որ տեղ ունեցել մեր հայկական կազմակերպությունների կողմից եւ ամենամյա այդ Հայաստան համահայկական դրամի հերոստամարաթոնների, տարբեր կազմակերպությունների, առանձին ծրագրերի, առանձին այդպես մեցենատների կողմից կազմակերպված բոլոր այդ նախաձեռնությունները, որովհետև դրա միջոցով է Արցախը կարողացել դիմակայել մինչև 2020 թվականի պատերազմը, կարողացել ենք այդ հպարտությունը նաև հաղորդել մեր հայկական գաղթօջախներին, որ เป զի ամեն մի հայ իսկապես կարողանա այդ հպարտությունը ապրել, որ մենք այդ 100-ամյա երևի դադարից հետո վերջապես կարողացել ենք հայկական հողերը հետ վերադարձնել։ Ցավոք, դրանից հետո մեր այդ անկազմակերպվածության խնդիրները առաջնայինը երկրորդականից չտարբերելու պետական համակարգը չմոբիլիզացնելու Արցախի խնդիրը երկրորդական դարձնելու երևի չենք մոռացել, չէ, նշաձողը իջեցնելու բոլոր այդ պահանջները, որ բարձր ամբիոններից խոսում էր եւ հիմա էլ փորձում է դա ներկայացնել որպես այդպես պատճառներ, որոնք իհարկե չեն դիմանում որևէ քննադատության։ Եվ այն ինչ որ մենք այսօր կարող ենք անել, վստահ եմ, որ եւ այստեղ մայր հայրենիքում իրենց համար ապաստան գտած արցախցիները եւ նույնիսկ մայր հայրենիքից հեռացած հազարավոր արցախցիներ, որ ապրում են տարբեր ծայրերում, բայց հիմնականում մենք գիտենք, որ Ռուսաստանի Դաշնության հարավային այդպես գոտում են ավելի շատ տեղափոխվածները։ Վստահ եմ, որ մեր բոլոր հայրենակիցները քնում եւ զարթնում են հենց այդ երևի խնդիրը ունենալու մտքում եւ մեր բոլորի կյանքն է այդպեսին դարձել։ Մենք երկակի կյանքով ենք ապրում, ցերեկը մեր ամենօրյա հոգսերով, որոնք չեն թեթևանում, իսկ գիշերները մենք գոնե մեր երազներով գտնում ենք հայրենիքում եւ չգիտեմ ինչքանով է դա նպաստում մեր հոգեբանական երևի վերականգնմանը, բայց այնուամենայնիվ սա նաև մեզ հիշեցնում է, որ մենք դեռ գործեր ունենք անելու, մենք ճանապարհ ունենք անցնելու, մենք խնդիր ունենք, որը նույնպես այսօր պետք է դառնա համահայկական մեծ օրակարգի ամենակարևոր կենտրոնական մասերից մեկը։ Եվ եթե մեզ հաջողվի այդ քայլերը կատարել, ես որևէ կասկած չունեմ, որ մենք անպայման հաջողելու ենք։ Ինչպես դա կարող է կատարվել։ Իհարկե, այն ինչ որ մենք ունեցել ենք մինչև 2020-23 թվականի նույնիսկ սեպտեմբերը, չեմ պատկերացնում, որ այդ բոլոր այդպես չափանիշներով, պարամետրերով, բայց կա միջազգային իրավունք, կա նման վիճակում երևի միջազգային փորձն էլ է հուշում, որ նման կարգի հակամարտություններից, հատկապես այդպիսի էթնիկ զտումներից, ցեղասպանության սպառնալիքի տակ տեղահանումից հետո մարդկանց վերադարձը հնարավոր է միայն խաղաղ ապահովության միջազգային երաշխիքներով, անվտանգության պայմանները ապահովելով եւ իհարկե ինքնակառավարման, ինքնորոշման որոշակի մակարդակ ապահովելով։ Սրանք դետալներ են, բայց որպեսզի այս դետալներից մենք կարողանանք իսկապես գրավոր կամ պաշտոնական որևէ թուղթ ստեղծել, այս ուղղությամբ պետք է աշխատանքները խորացնել։ Եվ վերջում, պարոն Ղուլյան, ես կցանկանայի, որ դուք ձեր խոսքն ուղեիք ինչպես աշխարհասփյուռ հայությանը, այնպես էլ Հայք մեդիայի բազմահազարանոց լսարանին։ Շատ դժվար է այս մեծ ողբերգությունից հետո մեր հայրենակիցներին, ովքեր ապրում են մայր հայրենիքից դուրս կամ նույնիսկ այստեղ մայր հայրենիքում ճիշտ խոսքեր փոխանցել, որովհետև դժբախտաբար մեր նաև տեղեկատվական դաշտում այսօր գործում է շատ մեծ սպառնալիք, ապատեղեկատվություն
որը եթե շատ խորը փորփրենք եւ կարողանանք գտնել ակունքները, նորից ուղղորդում են մեր ճշնամանքի այդ կենտրոններից, մեր հակառակորդներից, որոնք չեն ուզում, որ նույնիսկ այստեղ մայր հայրենիքում մեր բնականոն կյանքը կարողանանք կառուցել։ Եվ դա է պատճառը, որ տարբեր այդպես անհասկացող կամ ոչ ճիշտ պատկերացնող այդպես կենտրոններից, նույնիսկ այստեղ, նույնիսկ դրսում հաճախակի փորձում են այդ բաժանող սեպը խրել մեր ժողովրդի տարբեր հատվածների միջև։ Ես կուզենայի, որ մենք խոսք ասելուց առաջ կամ արցախցիների հետ շփվելուց առաջ անպայման մտածեինք, թե ինչ հոգեբանական մղձավանջով են անցել կամ ինչ ապրումներ են նրանք այսօր շարունակում ունենալ, զրկվելով իրենց ծննդավայրերից, կորցնելով իրենց տասնամյակների, գուցե նաև դարբեր մի քանի սերունդների այդպես թողաջառանգությունը եւ այսօր պարզապես միայն ունենալով մեկ նպատակ, մեկ խնդիր՝ Արցախ վերադառնալու նպատակը։ Եվ ես ուզում եմ բոլորին խնդրել, ովքեր կարող են, օգնեն մեզ այդ նպատակը իրականացնելու ճանապարհին, ովքեր չեն կարողանում պատկերացնել, ովքեր դեռ չեն հասկանում դրա կարևորությունը եւ ոչ միայն արցախցիների համար, այլև ամբողջ հայ ժողովրդի համար, այլև Հայաստանի Հանրապետության անվտանգության համար, ես պարզապես կառաջարկեի չխանգարել մեզ։ Պարոն Ղուլյան, շնորհակալություն բավականին ակեցած եւ գեղեցիկ զրույցի համար։